Սիրելիներս, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, օրը այսօր կիրակի է, և Լիլիայի հետ քիչ առաջ գնացինք Մագնիտ, մթերային գնումներ կատարեցինք, վերադարձանք տուն ու որոշեցի հենց այստեղից էլ սկսել ձեր համար նոր վլոգ նկարահանել։ Ուզում եմ սկսել գնումներով ու անցնենք առաջ։ Գնել ենք այսպիսի յոգուրտ, հունական, շատ հաճելի համեղ յոգուրտ է, սրա մեջ կարելի է ավելացնել մրգեր, ինչպես նաև հատապտուղներ, այն ինչ սիրում եք ու այդպես ըստ ճաշակի սիրելիներս համտեսել, վայելել, շատ համեղ է։ Սա Լիլիայի համար ենք վերցրել, այստեղ ռիկոտա պանիր է, ճիշտ է տան ունենք չանախ պանիր, բայց ժամանակ առ ժամանակ այսպիսի տարատեսակ պանիրներից օգտվում ենք։ Վերցրել ենք նաև այս տեսակի մակարոն, լապշա, որը շատ ենք սիրում, սուրճ, հայկական սուրճը վերջացել երեխեք ջան, պատվիրել ենք Ազոնով, բայց քանի որ ես առանց սուրճ չեմ կարողանում, այս տեսակ սուրճերով յոլա եմ գնում, մինչև սուրճս գա հասնի ինձ։ Հաց ենք վերցրել, կեֆիր, իհարկե նաև վարունգ, պատրաստելու ենք ակրոշկա, սունկ ենք վերցրել, տապակելու ենք, հյութ, վերցրել ենք նաև կարտոֆիլ, սերվելատ, մրամռնի, վերցրել ենք նաև լոլիկ, բանանի գինը մոտ 200 ռուբլի է կիլոգրամը, երեխեք, ահավոր թանկացել է։ Եվ այս տեսակ կարակ, շատ համեղ է, հիմա էլ իմիջիայլոց ակցիա է Մագնիտում, 99 ռուբլի է սիրելիներս, եթե չեք փորձել ուշադիր եղեք, ձեր մոտի Մագնիտի խանութներում նայեք, գնեք, եթե կա, պետք է որ լինի ու համտեսեք։ Մենք մոտավորապես մեկ ամիս կլինի, այս կարակից ենք վերցնում։ Վճարել ենք մոտ 1200 ռուբլի, ինչու մոտ, հենց 1200 ռուբլի, այսքանը սիրելիներս մեր գնումներն էին, հիմա տեղավորենք ու անցնենք առաջ։ Սիրելիներս ողջունում եմ ձեզ, միանում եմ ձեզ վերջին կադրերը նկարելուց մի քանի օր հետո, առավոտյան արթնացել եմ և ուզում եմ առավոտը սկսել ձեր հետ, դեմքս մշակել և նաև ներկայացնել ձեզ այն նյութերը, որոնցով ես դա անում եմ։ Մեր մոտ առավոտյան ժամը 10:30 է, Լիլիան գնացել է Ազոն, պատվերներ ունենք, այս ընթացքում ևս մի քանի պատվերներ եկել են, ու քանի որ վլոգներ չեմ նկարել, ձեր հետ չեմ կիսվել, այսօրվա պատվերների հետ կկիսվեմ նաև այդ պատվերներով, որոնք որ մի քանի օր առաջ ենք ստացել, ունենք նաև բազմաթիվ պատվերներ, որոնք պետք է հասնեն մեզ հունիսի սկզբին, կեսերին, դա էլ ամբողջական կներկայացնեմ հետագա վլոգներում։ Դեմքս մշակելու եմ այս հրաշք միջոցով, շատ լավ միջոց է, դեմքի մաքրության համար, սրանով լվանալուց հետո մաշկը ուղղակի փայլում է, թարմ տեսք է ստանում, գեղեցկանում, երիտասարդանում է, հիմա միասին սրանով կլվանամ դեմքս, մաշկս ու ինքներդ էլ կտեսնեք։ Որից հետո դնելու եմ դիմակ ու ինձ թվում է այդքանը բավական է։ Այս պրոցեդուրան ես անում եմ շաբաթը 2 անգամ։ Շատ չեմ ուզում անել, քանի որ անդադ որ այսպես դեմքի վրա, մաշկի վրա աշխատում ես, տարբեր նյութեր ես անում, դա սխալ է, դեմքի նյութափոխանակությունը չխախտելու համար, կարճ ասած սիրելիներս, բայց ухаживать женщина всегда должна за собой, նամանավանդ քանի տարիքը բարձրանում է,
խնամքը պետք է լինի ավելի ինտենսիվ ու ավելի հաճախ։ Սկսենք այ սրանից։ Пенка для умывания, увлажняющая. Ուրեմն սիրելիներս, դեմքի մաշկը մի փոքր խոնավեցնում ենք, այսպես, այնուհետև շատ քիչ, այսքանը բավական է, լցնում ենք ձեռքի ափի մեջ ու այսպես տարածում, նայեք ինչքան շատացավ, ու այսպես տարածում դեմքի մաշկի վրա։ Նայեք մաշկս ինչպես է փայլում։ Շատ լավ։ Ինչոց է սիրելիներս, եթե չեք հասցրել տեսնել, այսպես պահում կարող եք սկրին անել ու նայել ազոնում։ Ինձ թվում է վարբերիսում էլ կլինի։ Հիմա սիրելիներս դնելու ենք այս մասկան, որը վերջերս եմ գնել, երկրորդ անգամ եմ ձեռք բերում այս դիմակները, բավականին լավն են, ասեմ, որ մեր ճուտիկները արդեն դուրս են եկել, քիչ հետո կգնանք ու ձեր հետ կկիսվեմ սիրելիներս, եթե հիշում եք, ինկուբատոր ձվեր ենք դրել, ֆազանի և հավի, ֆազանի ձվերը դեռ դուրս չեն եկել, վաղը կամ մյուս օրը դուրս կգան, իսկ հավի ձվերը 8 հատ դրել ենք, 2 հատ դուրս չի եկել, լակեր, դուրս են եկել 6 հատ ճուտիկ, այսօր արդեն 3 օրական են։ Մասկաները ես շաբաթը 1 կամ 2 անգամ եմ դնում, շատ չեմ դնում սիրելիներս, բայց երբ դնում եմ 10-15 րոպե թողնում եմ։ Այսպես։ Կթողնենք 10-15 րոպե հետո և կհեռացնենք։ Մինչ մասկան իր գործը կանի, աղջիկներս ուզում եմ ձեր հետ կիսվել մի քանի բավականին լավ միջոցներով, նյութերով, որոնք օգտագործում ենք ինչպես ես, այնպես էլ Լիլիան, ովքեր ունենան ինչ-որ պրոբլեմներ կապված մաշկի հետ, ինձ թվում է իմ խորհուրդներով բավականին օգնած կլինեմ, ու ես հենց այնպես ոչ մի խորհուրդ չեմ տալիս, ուղղակի գովազդ չեմ անում, միշտ ձեր հետ կիսում եմ այն միջոցներով, որոնք որ ես կիրառել եմ, փորձել եմ, ինձ դուր է եկել, հավանել եմ ու այդպես կիսում եմ իմ սիրելի հետևորդների հետ, որպեսզի ինչ որտեղ իրենց օգնած լինեմ, լինի մաշկի խնամքի միջոց, լինի տան մաքրման միջոց, ինչ ուզում է լինի, կարևորը որ որակով լինի։ Իհարկե մազի ներկը, որը որ ես ներկել եմ, այդքան էլ գոր չեմ, երեխեք ջան, ընդհանրապես գոր չեմ, ամեն լվանալուց թափվում է, երևում է, որ սա պատենտն է, առաջվա պալետը չեմ, ու որոշել եմ ընդհանրապես գունափոխել, ուզում եմ մի 2 շաբաթ հետո շուտ չեմ ուզում ներկել, ցանկալի է, որ շուտ գունափոխել, բայց քան որ նոր եմ ներկել, չեմ ուզում արագ էլի մազերս վնասել, բայց հաջորդ անգամ մազերս ներկելու եմ շոկոլադի գույն, ներկը գնելու եմ Ազոնից, արդեն գցել եմ կարզինա, պատվելուց հետո ձեզ ցույց կտամ, ինչ ֆիրմա է։ Ուզում եմ նաև ասել, որ մազաթափությունը իմ մոտ ահա ոչ, գիտեմ ինչի հետ է կապված,
ստրեսների հետ, թե ջրի հետ չեմ կարող ասել սիրելիներս, ահա որ մազաթափություն է, իմ մոտ դա վաղուց էր, բայց ես վերջեր ուղղակի կատաղած ձևի է թափվում մազերս, այսօր մազերս լվացել եմ ու հիշել եմ, որ երեկոյան հիշել էի, որ մասկա է գնել մազերի համար, մազաթափության դեմ, վերականգնող այսպիսի մասկա է, այսօր լվանալուց հետո խոնավ մազերին այս մասկան այսպես քսում եմ արմատներին, շատ անուշ հոտ է գալիս, մի խոսքով որակը չգիտեմ, Լիլիան է օգտագործում ու ասում է բավականին օգնում է, մազերը լվանալուց հետո խոնավ վիճակում այդպես քսում եմ մազարմատներին, թողում 2-3 րոպե այնուհետև լվանում, բայց ես գիտեմ ավելի լավ միջոց մազաթափության դեմ, որպես վարսավիր, ովքեր ունեն մազաթափության խնդիր, կերչակի յուղը, կաստորովое масло, մեկ տուփը, փոքր վոլյումում են, ավելացնում ենք մեկ ձվի դեղնուց և ճորկած քերիչով անցկացրած սով, լավ խառնում, քսում մազարմատներին, թողնում ինչքան հնարավոր է երկար, 2-ից մինչև 4-5, ինչքան հնարավոր է երկար թողնում եք, այնուհետև լվանում, ընտիր միջոց է, հիմա պատվիրել եմ այդ կերչակի յուղը, որ գա, որպեսզի մազերից դիմակ տնեմ, որպեսզի կանոնացնեմ այս մազաթափությունը, հաջորդ միջոցը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, ևս դեմքի խնամքի համար է, այս երկու միջոցը, նույն ֆիրմայի, սա витамин Е, быстрое восстановление кожных покровов, глубокое увлажнение, уменьшение шелушения на коже. Դեմքի խնամքի հետ կապված ուզում եմ ձեզ ներկայացնել վերջին երկու միջոցը, որոնք Լիլիաս օգտագործում է, դեմքի դուրստվածության հետ է կապված, դա կարող է լինել և տարիքային, պատրաստկովը возраст ու բարձր, բոլորներ ունեն նման խնդիրներ մեծամասամբ, այդ տարիքային առումով, բայց նաև մեծահասակ մարդկանց մոտ ևս լինում է նման դեպքեր, երբ որ դեմքի վրա դուրստվածություն է առաջանում, լինի դա ալերգիա, մաշկային ինչ-որ առանձնահատկություն, երկու միջոցները, որոնք խորհուրդ եմ տալիս ես, ոչ միայն ես, այս միջոցը сыворотка для лица с салициловой кислотой, ուրեմն իրա մեջ կա ցինկ, масло чайного дерева ու նիացինամիդ։ Այդ երեք նյութերից է հավաքված այս մաշկի խնամքի միջոցը ու մաքրում է մաշկը ուղղակի խորքային։ Կարող եք սկրին անել և ձեռք բերել ազոնից, մենք ազոնից ենք այն գնել և իհարկե այս կորեական միջոցը մեր մոտ Ռուսաստանում դերմատոլոգները հիմնականում խորհուրդ են տալիս հենց այս միջոցը։ Ամբողջ մարմնի վրա կարող եք կիրառել, իսկ սա միայն դեմքի համար։ Մի փոքր թանկ է, բայց իրեն բավականին արդարացնում է։ Այս փոքր տյուբիկը արժի մոտ 1300 ռուբլի։ Ուզում եմ ևս մեկ խնամքի միջոցով ձեր հետ կիսվել սիրելիներս և արդեն որից հետո կհեռացնեմ դիմակը։ Ես այն փորձել եմ, հավանել եմ, դրա համար ուզում եմ կիսվել իմ սիրելի հետևորդների հետ։ Քանի որ ամառ է շուտով, եղանակները տաքանում են, բոլորս հագնելու ենք բասանոշկաներ, թեթև կոշիկներ, հա, ոտքերի տակը բաց է լինելու, ոմանք էլ հողի հետ են աշխատում կամ իրենց մաշկային առանձնահատկությունն է, չգիտեմ, ոտքերի տակի այդ ճաքերի մասին է խոսքը, սիրելիներս, որ այդպես ճաքում է, հետո սևանում է ու ամաչում են մարդիկ, հագնել բաց կստիկներ, բաց կոշիկներ, իրեն մաքրում ես, լվանում ես, փորձում ես մաքրել, բայց ոչ մի ձևի չի ստացվում իրենցից ազատվել։
Ես նման պրոբլեմ չեմ ունեցել, իմ մոտ այն առաջացել է, երբ որ մենք տեղափոխվել ենք մեր այս տունը սեփական ու ժամանակի ընթացքում քիչ իմ մոտ դա խորացել է, փորձել եմ ազատվել տարբեր միջոցներով, ոչինչ չի օգնել։ Կիրառման միջոցն է բավականին հեշտ է սիրելիներս, բամբակե տամպոնների վրա առատ ձևով լցնում եք այս միջոցը ու դնում եք այն ոտքի տակի այն հատվածի վրա, որտեղ որ ուզում եք որ մաքրեք, թողնում եք 2-ից 3 րոպե, այնուհետև այս փոքրիկ այս քարի օգնությամբ, որը որ ես ստացել եմ նվեր այս նյութի հետ միասին, հոսող ջրի տակ, օճառի օգնությամբ լավ լվանում, վերջ, ընդամենը 5 րոպե ու ձեր ոտքերի տակը կլինեն մաքուր, գեղեցիկ և առողջ, որից հետո խորհուրդ է տրվում ուղղակի քսել փափկեցնող կրեմ, կլինի ձեռքերի, կլինի ոտքերի, չգիտեմ, ու արդյունքից կլինեք շատ գոհ և շնորհակալ։ Նորից եմ ցույց տալիս սիրելիներս, Ազոնում վաճառվում է, սա գովազդ չէ, ուղղակի գիտեմ, որ շատ-շատերը ունեն նման պրոբլեմը, ինչպես և ես, փորձում են ազատվել, չի ստացվում, այս հրաշք միջոցի օգնությամբ վստահեցնում եմ, դուք կմոռանաք այդ պրոբլեմի մասին։ Սա բոլոր նյութերը, որ ուզում էի ձեր հետ կիսվել սիրելիներս, հիմա հեռացնեմ դիմակը, ու այսպես թեթև մերսումներով մատերի օգնությամբ տարածեմ, կթողնենք այսպես ինքը կչորանա։ Ինչքան էլ զբաղված լինեք սիրելիներս, ժամանակ գտեք ձեր արտաքին տեսքին ուշադրություն դարձնելու համար, որպեսզի և ինքներդ ձեզ հաճելի լինեք և ձեզ շրջապատող մարդկանց։ Պատվերներ ունեմ, ինչպես ասեցի ընթացքում, ձեր հետ կիսվեմ պատվերներով ու ուզում եմ ցույց տալ մեր ճուտիկներին, որոնք որ դուրս են եկել մեր ինկուբատորի օգնությամբ։ Սկսենք պատվերների շարքին ու սկսենք այս պայուսակից, յուզակից, որը որ գնել ենք Լիլիայի համար, գույնը և բրենդը ընտրել է ինքը, եթե ինձ վաղուց եք հետևում, միշտ որ կիսվում եմ գնումներով Լիլիայի համար, տեսնում եք հենց այս ապրանքանիշը ու այս վերջերս ինչ էլ որ գնում ենք իր համար, ընտրում ենք այս բրենդի շարքից ու հենց այս գույների մեջ։ Բավականին որակով ու գեղեցիկ տեսք ունի, շատ հավանել ենք, կային բազմաթիվ գույներ, բայց ինչպես ասեցի, այս գույնը իր ամենասիրած գույներից է, եթե ոչ ամենասիրելին։ Հաջորդ պատվերը ևս Vans ապրանքանիշից է, ևս այս գույների մեջ, այսպիսի կապիշոնով գեղեցիկ սպորտային բլուզկա։ Ցեպով էլի տարբեր գույներ կային, բայց մենք նախընտրեցինք այս գույնը, ավելի ճիշտ Լիլիաս, ու կոմպլեկտը լրացնելու համար գնելու ենք նաև նոր կեդեր ու տատանվում ենք երկու բրենդի մեջ, Puma կամ էլի Vans, տեսնենք որն ենք ընտրում, բայց էլի լինելու է այս գույների մեջ։ Կբացենք, տեսնենք սա ինչ է, այստեղ հեռախոսի չեխոլ է, Լիլիաս ճանապարհին բացել նայել է, իր հեռախոսի համար, գույնը ինչպես հասկացաք նորից ինքն է ընտրել, բավականին գեղեցիկ ու նաև որակով։ Այսպիսի կոսմետիկ միջոց, ասում են սկուլպտոր կամ ռումյանա, չգիտեմ որ ինչպես է ասում, դեռ չեմ օգտագործել, երեք ենք վերցրել Ազոնից, բայց վստահ եմ, որ
բավականին որակով է, քանի որ օձիվները շատ էին ու 99%-ը դրական։ Դուքակի հետ պատվիրել է նաև այս դրամապանակը, երևի ճիշտ եմ ասում, շատ հարմար, շատ սիրուն, շատ նուրբ գույն է։ Ստեղից քարտերն են, կարդիր լամպը, բոլորին հայտնի, ովքեր որ զբաղվում են թռչնաբուծությամբ, գիտեն, կամ թեկուզ ձմռանն են միացնում, հավաբների մեջ են դնում, որպեսզի հավերը տաք լինեն ու անգամ ձու են ածում։ Հիմա կանենք այնտեղ տեղադրենք ու դիտիկներին էլ ձեզ ցույց տամ։ Պետք է տեսազանգի օգնությամբ Վահանի հետ այս լույսը հավաքենք, ուլտրաֆիոլետ, այս ջեռուցող լամպան։ Օրեր առաջ էլ պատվիրել, բայց ուշադիր չէր եղել, որ կոմպլեկտի մեջ այս լամպան չկա։ Երեք երբ տուփը բացեցի, տեսալ չկա ու անմիջապես Վահանը պատվիրեց։ Այսօր առավոտյան Լիլիաս վերցրել բերել է ու Վահանի օգնությամբ հիմա կհավաքենք, կտեղադրենք, որպեսզի ճուտիկներին վերջնականապես հեռացնենք ինկուբատորից։ Բայց մինչ դրան անցնելու երեխեք ջան, ուզում եմ ձեզ մեր ճուտիկներին ցույց տալ, երկար բացել չի կարելի, դրա համար այսպես ձեզ ցույց տամ։ Մնացել է ֆազանի ձվերը, դե հավի ձուն ճուտերը դուրս են գալիս 21-րդ օրը, իսկ ֆազանի ճուտիկները 24-25-րդ օրը։ Վաղվանից արդեն պետք է տեղաշարժ լինի։ Այսպիսի ուղուս սիրուն ճուտիկներ ունենք։ Չա, շոտ լավ։ Դնում եմ իրանց տուփի մեջ, կերակրում, ջուր են խմում, 10-15 րոպե այդպես պտտվում իրենց համար, խաղում, հոգնում ու անմիջապես տեղափոխում եմ այստեղ, որպեսզի տաքանան ու քնեն։ Ֆազաններն էլ որ դուրս կգան, անմիջապես չենք հեռացնում։ Ճուտիկները երբ որ ձվից դուրս են գալ երեխեք ջան, թողնում ենք 1 օր, 18-ից 24 ժամ, որպեսզի չորանան, ուժեղանան, հա, այնուհետև հեռացնում ենք, եթե արդեն տեղը կա, պատրաստ, այդ ուլտրաֆիոլետը դնում ենք դրա տակ, իսկ եթե չէ, ապա կերակրում ենք, նորից դնում ինկուբատորի մեջ, որպեսզի տաք լինեն։ 2 շաբաթ մնում են 38 աստիճան ջերմաստիճանում, նայեք քնեց։ Այնուհետև արդեն կարող ենք հեռացնել նաև այդ լույսը։ Առայժմ այդպես, սպասենք ֆազանի ձվերն էլ, երբ որ ճուտիկները դուրս կգան, իրանց էլ կտեղափոխեմ այստեղ ու ինկուբատորը լավ կլվանամ, կփայլացնեմ ու կպահեմ։ Դե Հայաստան, եթե չգնայինք երեխեք ջան, ձուկը հավաքեի, էլի կդնեի, բայց քանի որ ճանապարհի վրա ենք, չեմ կարող դնել, թողնել գնալ, օրը 2 անգամ ջուր պետք է ավելացնեմ, հա, խոնավությունը պետք է պահել։ Հայաստանից վերադառնալուց հետո նորից հավկիթ ձուկը հավաքենք, հավի եւ ֆազանի ու նորից կտեղափոխենք, կտեղադրենք ինկուբատոր։ Նայեք ոնց է պարկե։ Տադամ։ Հավաքեցինք սիրելիներս, ավելի ճիշտ Լիլիաս հավաքեց, YouTube-ում տեսանյութ կա, ինստրուկցիա, այդպես նայելով հավաքեց, շատ լավ տաքացնում է։ Հիմա քիչ հետո տեղը կպատրաստեմ ու միասին կտեղադրենք։ Տեղադրել եմ առայժմ այստեղ, հետո ավելի մեծ տուփ կտեղափոխեմ, առայժմ վերեմ իրանց այստեղ, հետո արդեն մեկ ավելի հարմար բան կպտածենք։ Ճիշտն ասած հույս չունեին, որ ճուտիկներ են դուրս գալու, դնելուց մտածում ենք փորձնականը ինչ կլինի, քանի որ առաջին անգամն էր, բայց փաստորեն ստացվեց երեխեք ջան, եւ ուրախություն մեզ։ Դրա համար
այս կարմիր լամպը չենք շտապում, էլի, անմիջապես գնել, սպասում էինք, որ ճուտիկները եթե դուրս կգան, այդ ժամանակ կգնենք։ Այդտեղ ինկուբատորը, այնտեղ էլ այս լույսը, անհրաժեշտ է։ Հիմա գնամ ձու եփեմ, բերեմ ու ճուտիկներին տամ։ Կարելի է նաև եփած հնդկածավար, մաննե փուպա, կամ կաթով, կամ ջրով, այդպես։ Իսկ 7 օրականից արդեն կարելի է նաև ջրի հետ խառնել մարգանցովկա, աղիքների ինֆեկցիաների դեմ։ Կալցին էլ հետն եմ տալիս, երեխեք ջան, չեմ առանձնացնում, իրանք ուտում են։ ու տալիս։ Այսինչ մանքասն Again. It's good. Oh, not good. Lindsay, you know. Thank you. Hom gâlhi ca să-i točka. Hom teberi istayri laspita. Hom vizitacă. Nu vom ține tu. Urxamlarına Lilya sasavoratse. Thank Իտում եք Արավության կաշակը պատրաստեմ մանուից, ջրով, տեսնեմ ոնց են ուտում։ Իսկ բազանները վաղն կամ մյուս օրը արդեն պետք է որ դուրս գան, տեսնենք ոնց է լինում։ Եվ որ հավիքի ճուտիկները դուրս են եկել, բազաններն էլ դուրս կգան, չէ՞։ Thank Շատ մեծ սիրով եմ անում երեխեք ջան։ Թողում եմ իրանց դում ուտեն, փակեն որ տակունան։ Չհանգարենք, մի փոքր հետո էլի կբացեմ կնայեմ։ Եկա գազօջախին մակարոն եմ դրել, որպեսզի համ տեսենք, Լիլիաս էլ ակրոշկա պատրաստեց։ Հիմա կդնենք սառնարան մի կես ժամով ու արդեն որից հետո կվայելենք։ Օրերը արդեն բավականին շոգ է ու արդեն ակրոշկայի սեզոնը համարենք բացված։ Այդպես փոքր ձեր համար նկարել եմ, որպեսզի ձեզ առանց վլոգ չթողնեմ, գիտեմ սպասում եք, անհանգիստ ենք, ուր ենք, ինչ ենք սիրելիներս, ասեմ, որ Լիլիկ մորակույրս է եկել, ամսի 23-ից այստեղ են, թորներով, ընտանիքով, ու ըստ իրա ամբողջ ամառը այստեղ է լինելու, չնայած ինքն էլ նպատակ ունի հուլիս ամսին Հայաստան գնալու, տեսնենք։ Ամենայն դեպս գալու հաջորդ օրը եկավ 1 ժամով, երկար չկարողացավ մնալ, մեզ տեսավ գնաց, բայց պայմանավորվել ենք, որ այս ընթացքում կդասավորվեն ու հարմար օր կգտնենք, կգա ու միասին կզրուցենք, ես էլ ձեր համար հավեսով վլոգ կնկարեմ աղջիկներս, գիտեմ, որ շատ շատերը հիշում եք, շատ շատերը հարցնում եք, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ինչպես նաև Լիլիկ մորակույրս ու իրենից ջերմ բարևներ։ Լիլիաս էլ 10-րդ դասարանը բարեհաջող ավարտեց 4-երով և 5-երով ու արդեն տեղափոխվեցինք վերջին 11-րդ դասարան։ Ընդունելության քննությունները օգոստոսի 26-ին և 27-ին են, դե քանի որ օնլայն դպրոց է, ամեն ինչ վճարովի է, քննության համար պետք է 5000 ռուբլի վճարենք, այնուհետև ամբողջ տարվա վճարը, որը կազմելու է մոտ 50000 ռուբլի, ու մյուս տարի ամռանը արդեն գնալու ենք Լենինգրադ, Սանկտ Պետերբուրգ, որպեսզի հանձնենք ավարտական քննությունները և վերցնենք ատեստատը։ Դա արդեն հետագայում աղջիկներս Աստված առաջ։ Գնանք մեր համեղությունները վայելենք
սուրճ դնեմ ու անցնեմ վլոգը մոնտաժելուն, կամ այսօր կտեղադրեմ, կամ վաղը առավոտյան։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, մեկնաբանությունների համար, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բաժանորդագրվում են, շնորհակալ եմ նաև վլոգը մինչև վերջ նայելու համար, ցանկանում եմ ձեզ այս արևոտ օրվա նման լավ պայծառ տրամադրություն, օրվա հիանալի շարունակություն, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։